Ես կուզենայի նշել լյարդի այն թշնամիները, որոնք կարող են սպանել լյարդի բջիջները։ Իհարկե, առաջին վտանգը դա համարվում է քրոնիկ ընթացող վիրուսային գեպատիտները, գեպատիտ B-ն եւ C-ն։ Երկրորդը իհարկե համարվում են դեղորայքը, որ մենք օգտագործում ենք դեղորայքի չարաշահումը։ Երրորդը այն մթերքները, որոնք իրենց մեջ պարունակում են տրանս յուղեր, հատկապես մարգարինի հիմքով պատրաստված մթերքները, ճարպոտ մսեղենը, դրանք բոլորը կարող են վնասել ձեր լյարդը, տապակած ուտելիքները եւ իհարկե ամենակարևորը ես մոռացա նշել, դա իհարկե ալկոհոլի չարաշահումն է։ Մինչեւ հիմա մեր բոլոր ուղեցույցներում ասում են օրական 20-40 գրամ ալկոհոլի, էթանոլի օգտագործումը կարող է չվնասել ձեր լյարդը, սակայն վերջին ուղեցույցները ասում են, որ անգամ 5-ից 10 մլ ալկոհոլի օգտագործումը արդեն բերում է լյարդի բջիջների մեռուկացմանը, բերում է ֆիբրոզ փոփոխությունների, այնուհետև կարող է բերել լյարդի գեպատոցելյուլյար ուռուցքի։ Այնպես որ եղեք տեղեկացված, ամեն ինչ ճիշտ է չափի մեջ եւ եղեք առողջ։ Շնորհակալություն, իմ զրուցակիցն էր գաստրոենտերոլոգ Հասմիկ Թաշչյանը, իսկ ինձ մնում է հավելել, որ պետք է լինել սթափ, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ձեր առողջությանը։